Հեղինակը գրքում մեծ կարևորություն է տալիս ընտանիքի անցյալին, սերունդների միջև եղած հարաբերություններին, մեծերի ու փոքրերի կապին։ Գրքի վերջում կա հատուկ հարցարան, որպեսզի ամեն ընթերցող բացահայտի ծանր մանկության իր փորձառությունը։ Իրենց կյանքում ծանր կամ տրավմատիկ փորձառություններ ունեցած մարդիկ չափած տարիքում մեծ հավանականությամբ կունենան ֆիզիկական ու հոգեկան առողջական խնդիրներ։ Գիրքը ոչ միայն վերլուծում է, այլ նաև գործիքներ է տալիս ընտանիքի բարօրության, փորձաքարեր, որոնք կօգնեն ավելի լավ հասկանալ ընտանիքի անդամներին ու հենց քեզ։ Կարեկցեք ինքներդ ձեզ, չափից շատ սերն անխուսափելիորեն բերում է մեծ տառապանք եւ մենք դառնում ենք խիստ խոցելի։ Ընտանիքում ինչ դերում է լինենք ծնողի, կողակցի, երեխայի թե քրոջ, չենք կարող կատարյալ լինել։ Սովորեք կռվել արդյունավետ, անհնար է ունենալ մտերիմ հարաբերություններ առանց տարաձայնությունների, կարևոր է պիտակներ չկպցնելը, չանվանարկելը, չնսեմացնելն ու ընդհանրապես բառերը որպես սառը զենք չընկալելը։ Հանդուրժեք տարբերությունները։ Ընտանիքի ներսում ինքդ քեզ տարբեր զգալը կարող է միայնության զգացում առաջացնել։ Հետաքրքրասեր եղեք ու ժամանակ հատկացրեք միմյանց ավելի լավ ճանաչելուն։ Դրականը բացասականից 5 անգամ շատ։ Ընտանիքի յուրաքանչյուր անդամ պիտի զգա, որ իրեն հարգում են, արժևորում ու լսում։ Գուցե ընտանիքի մի անդամն ավելի է քննադատվում, քան մյուսը։ Միմյանց միջև սահմաններ գծեք։ Սահմանները կարող են լինել ֆիզիկական ու հուզական, սրանք կարևոր են ընտանիքների հոգեկան ու ֆիզիկական առողջության պահպանման համար։ Տեղ տվեք ուրախությանը, միասին հաճելի ժամանակ անցկացրեք, տան գործերն ու պարտականությունները մի կողմ դնելն ու ընտանեկան բերկրանքին տրվելը շատ կարևոր է։ Սովորությունները դարձրեք արարողություններ, ընտանեկան կյանքի բազում առիթների ծեսերը տարեդարձ կնունք, հարսանիք, թաղում, թեթևացնում են փոփոխության ծանրությունը, նշանավորում անցումը մի փուլից մյուսին։ Խորհեք ձեր եւ ձեր ընտանիքի օրինաչափությունների մասին։ Կառավարեք ձեր հույզերը, քանի դեռ դրանք չեն կառավարել ձեզ։ Հիշեք, հուզական համակարգերը հիմնված չեն տրամաբանության վրա։ Մոդելավորեք այն վարքը, որն ակնկալում եք մյուսներից։ Մեզ շրջապատող մարդիկ մեզ ճանաչում են մեր գործողություններով, ոչ թե խոսքերով։ Մենք կարող ենք ասել ես քեզ սիրում եմ, բայց գործել հակառակ տրամաբանությամբ։